Փառք մեր Տիրոջը, սիրելի եկեղեցի, Աստված օրհնի ձեզ։ Սիրելի մայրեր, սիրելի քույրեր, սիրելի կանայք, սիրելի դուստրեր, շնորհավոր ձեր այս հրաշալի տոնը, մարտի 8-ը։ Վերնագիրը գիտեք ինչ եմ դրել այսօրվա քարոզի։ Աստծո ամենահրաշալի գլուխգործոց։ Իրականում Աստված, երբ որ ամեն բան արարեց, ստեղծեց, ու կարծես թե ավարտել էր իր արարչությունը, իր ստեղծագործությունը, հետո տեսավ, որ ինչ-որ մի կարևոր բան է պակասում։ Ինչ-որ մի կարևոր բան, որի կարիքը կա, առանց որի ինչ-որ մի բան այն չի։ Այդպես զգացմունք դուք ձեր կյանքում ունեցել եք, որ կարծես թե ամեն բան լավ է, ամեն ինչում հաջողակ ես, ամեն ինչ ունես, բայց ինչ-որ մի բանի պակասություն կա ներսդ, կարիք ունես, ինչ-որ մի բան պակաս է, առանց որի Աստծո ստեղծագործությունը կիսատ է մնում։ Ու Աստված, եկեք բացենք Ծննդոց 2-րդ գլուխ ու տեսնենք, թե ինչ էր, որ Աստված թողել էր ամենավերջում։ Ռուսերեն ասում է իզյումինկա, հա, այդ ամբողջ ստեղծագործության իզյումինկա հայերեն ոնց է։ Չամիչ։ Ռուսերեն լավ է հնչում են, որ ամեն ինչ գեղեցիկ է, բայց մի բան պակաս է։ Տորտ ես թխել, բայց մի բան պակաս է։ Տունը ռեմոնտ ես արել, բայց մի բան պակաս է։ Ու անպայման դրա կարիքը կա։ Ու հետո մեկ էլ գտնում ես ու որ չես դնում տեղը, ասում ես՝ «Վաու, այս ինչ գեղեցիկ է։ Վաու, այս ինչ համեղ է։ Այս ինչ լավ էր, որ գտա ու տեղավորեցի իր տեղը»։ Ու Ծննդոց 2-րդ գլխում գրված է հետաքրքիր մի բան, ասում է 2-ից 8-ը, մեկ էլ 18-ից 20-ը։ Ասում է Աստված իր բոլոր գործերը ավարտելուց հետո 7-րդ օրը հանգստացավ։ Եվ Աստված արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց եւ իր շինած մարդը դրեց այնտեղ։ Եվ Աստված ասաց. «Մինչև թե Աստված մի բան կասի, հələ մի բան եմ ուզում հարցնեմ։ Այսօրվա մեր երազանքներն է։ Աստված ամեն բան ստեղծեց, հետո Եդեմի պարտեզում մի դրախտային անկյուն ստեղծեց, բոլորս երազում ենք, չէ, դրախտային անկյունը ունենանք, դա մեր տունը կլինի, մեր ապահովությունը կլինի, չգիտեմ, մեր բիզնեսը կլինի, ինչ որ մի բան, ու ասում է ստեղծեց ու իր ստեղծած մարդուն դրեց այդ ապահով վայրում։ Բայց հետո Աստված ասում է, լավ չի, որ մարդը մենակ լինի, նրա համար մի օգնական շինեմ, իրեն հարմար։ Ուզում եմ այս բառերը, որը որ 2 անգամ կրկնում եմ, հիշեք, որովհետև շատ կարևոր է։ Աստված տեսավ, որ մարդը լավ չի, որ մենակ լինի, ու ասում է, Աստված շինեց հողից բոլոր դաշտերի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները եւ բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նրանց ինչ անուն կկոչե։ Եվ Ադամը բոլոր անասուններին եւ երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամը իր նման մի օգնական չգտավ։ Իրեն հարմար, իրեն մի օգնական չգտավ։ Նախ ես միշտ հարց եմ տվել, ասեմ Տեր իմ Աստված, ասեմ տենաս ով է էսի անունը էջ դրել։ Էս կովի անունը կով դրել, Շան անունը շուն դրել։ Հա ու սենց միշտ ես հարց էի տալիս ու հենց որ երբ որ սկսեցի կարդալ Աստվածաշունչը, հասկացա մի բան։ Էդի մեր նախահայրն է արել, Ադամը։ Ու ասում է Ադամը, որ կենթանուն ինչ անունով որ կոչեց, միջև օրս այդ կենթանին այդ անունով է։ Այսինքն պատկերացնում եք ինչքան կենթանի կա աշխարհիս վրա, նոր չեն հորինել, հենց ի սկզբանե, երբ որ Աստված ստեղծել է, Ադամը արդեն անուններ է դրել։ Բայց մի հետաքրքիր բան ասում են շունը մարդու ընկերն է։ Շունը մարդու ինչ ընկեր էլի։ Շունը առնվազն շունը, որը պահում է քո բակը, քո ունեցվածքը, բայց շունը մարդուն ընկեր չի կարա լինի, որովհետև գրված է ու ասում է, որ բոլոր կենդանիներին Աստված երբ որ ստեղծեց, Ադամը բոլորին անուններ դրեց։ Ու ամեն մի կենդանի ունի իր կոչումը, ոչ միայն անունը, այլ անելիքները։ Բայց ասում է Ադամը իրեն հարմար մի օգնական չգտավ։
Հետաքրքիրն է, որ հենց Ադամը առաջի մարդն էր երկրի վրա, որ ամեն ինչ ուներ, ամեն բան ուներ, ոչ մի բանի պակասություն չուներ։ Ու նույնիսկ Ադամին ոչ մի կոնկուրենտ ու հակառակորդ չկար։ Բայց Ադամը երջանիկ չէր։ Ադամի կյանքը կարծես թե ինչ որ բանով տխուր էր, ու այդ ուրախությունը չէր վայելում։ Գիտեք, Աստված ստեղծել էր ամեն բան, բայց այդ իզյումենկան թողել էր հետո։ Ու հարցը առաջանում, Աստված իմ ինչի ես թողել հետո։ Գիտես, շատ ժամանակ երբ որ մենք ժամանակից շուտ ինչ որ մի օրհնություն ենք ստանում, այդ օրհնության արժեքն ու գինը չենք կարողանում հասկանալ։ Ժամանակից շուտ մենք այդ արժեքը, այդ օրհնությունը կորցնում է իր գինը։ Ես մտածում եմ, Աստված հենց այնպես չէր, որ այդ իզյումենկան, մեր եղբոր ասած չամիչիկը, կամ էլ ինչ ասեմ, այդ մի յուրահատուկ հրաշքը թողել էր վերջում։ Այդ քաղցր ու անուշ գեղեցկությունը թողել էր վերջում։ Հա? Գիտես ինչի համար, որպեսզի ինձ չլինի, թե դա էլ կա, արդեն աշկին սովորական է թվում ու արդեն վсё, վերջ, կորցրեց իր արժեքն ու գինը։ Ու գրված է, որ Ծննդոց 2-րդ գլուխ 21-24 խոսքերում ասում է, եւ Աստված ասաց, լավ չէ, որ մարդը մենակ լինի, նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար։ Եվ Աստված մի խորքում բերեց Ադամի վրա, եւ նրա կողի ոսկորներից մեկը առավ եւ նրա տեղը միս լցրեց։ Եվ այն կողի ոսկորից մի կին շինեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Եվ Ադամը ասաց. «Սա հիմա ոսկորային ոսկորից եւ մարմինը իմ մարմնիցը, սրան կկոչեն կին, որովհետեւ սա մարդից առնվեցավ։ Սրա համար մարդը կթողե իր հայրը եւ իր մայրը եւ կհարե իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն»։ Հետաքրքիր է, որ երբ որ Ադամի հենց կողքից ինչի Աստված փոշուց, հողի փոշուց չստեղծեց կնոջը։ Եթե Աստված հողի փոշուց ստեղծեր այդ իզյումենկան, այդ գեղեցկությունը, այդ հրաշքը, այդ գանձը, այդ յուրահատուկ, երբ որ հողի փոշուց ստեղծեր, նա կլիներ մի առանձին մի ինչ որ էակ, մի օտար մարմին, որի հետ պետք էր համակերպվել։ Բայց Աստված գիտեք ինչ արեց։ Ադամի հենց ոսկորից, հենց Ադամի մարմնից վերցրեց մի մաս եւ ստեղծեց այդ գեղեցկությունը, այդ հրաշքը, ու Ադամը երբ որ տեսավ, հասկացավ, որ սա իմ ոսկորից է ու իմ մարմնից, այսինքն իմ կեսն է։ Ու առանց այս կեսի ես կես եմ։ Ու առանց այս գանձի, այս իզյումինկայի ես ամբողջական չեմ։ Ու երբ որ Աստված ստեղծեց, այդ ժամանակ նոր Ադամը դարձավ ամբողջական մի մարդ։ Սիրելիներս, այնքան հետաքրքիր է, որ երբ որ նայում ենք այսօր տարբեր բնակավարներում, կինը կարծես թե ու տարբեր կրոններում ու հասկացողություններում կինը կարծես թե ինչ որ մի քանի աստիճան ցածր լինի, չգնահատված։ Բայց երբ որ նայում ես Աստվածաշնչում գրված խոսքերին ու Աստծո արարչությանը, հասկանում ես, որ Աստված կնոջը եւ տղամարդուն ստեղծեց միմյանց համար, որ միասին միաբանվելով դառնան մեկ մարմին։ Սատանան միշտ փորձում է բաժանություններ բերի։ Ոչ թե ամուսնական բաժանություններ, այլ նաեւ հակառակություններ միմյանց չհասկանալու, մեկը մյուսին նվաստացնելու։ Դա սատանայի ծրագիրն է, որովհետեւ հասկանում է մի բան. Աստված ստեղծեց տղամարդ իր պատկերով եւ իր նմանությամբ, եւ Աստված ստեղծեց տղամարդուն լրացնող մյուս կեսին այն գեղեցկությունը, որը համ ու հոտ է տալիս կյանքի, որոնց միաբանության մեջ կա Աստծո զորությունը, եւ առանց միմյանց կյանք չկա, որովհետեւ երբ որ ստեղծեց կնոջը, Ադամը հասկացավ, որ առանց կնոջ կյանք չկա։
Սիրելի կանայք, առանց ձեզ կյանք չկա, առանց ձեզ համ ու հոտ չկա, առանց ձեզ գեղեցկություն չկա, որ դուք չլինեիք, մենք ում պետք է սիրահարվեինք, հա, ոնց պիտի իմանայինք, որ մենք տղամարդիկ գեղեցիկ ենք, չէ որ դուք եք գեղեցկացնում մեր կյանքը, և ամուսնացած տղամարդիկ ասեն այո եւ ամեն ու ծափը արենք մեր սիրելի մայրերին, քույրերին, կանանց։ Եթե խռով եք իրարից, հիշի այն նոր ամուսնացած ժամանակը, այն նոր սիրահարված ժամանակը, հայտնության գրքում մի լավ բան ասում, հիշի որտեղ ես կորցրել քո առաջի սերը, որտեղ ես կորցրել քո առաջի սերը։ Սիրելիս, արդյոք Աստված արարել է մի ամբողջական բան, որ հետո մենք կորցնենք։ Ոսեմ ինչ հետաքրքիր բան ա դրել Աստված մեր ներսում։ Մեր բոլորիս ներսում Աստված մի հետաքրքիր կարելի ասել սերը դա մագնիսի պես բան է։ Ձգողական ուժ ունի։ Այտենց է թե չէ։ Շատերին կարող է այս չսիրահարվես, ձգողական ուժը չտանի, բայց հանկարծ գտնես մեկին, որը քոնն է ու միանգամից sense ձգողական ուժը կպցնում է իրար։ Ու ես հասկացա, որ Աստված գեղեցիկի, այդ հմայքի ու այդ իզյումինկայի համար, որ դու գտնես քոնը դրել է այդ սերը, որ այդ սերը չկորցնես, որ այդ սերը և այդ ձգտումը երբեք չկորի, այլ դու գտնես քո կեսին և դառնաք մեկ։ Առանց սիրելի կանանց, առանց սիրելի քույրերի, առանց սիրելի մեր մայրերի, մեր կյանքը դատարկ է։ Մայրը կյանք է տալիս, քույրը գեղեցկացնում է, համ ու հոտ է տալիս, իսկ կինը դառնում է քո միակ անկրկնելի կեսը, որի միջոցով, որի շնորհիվ, որի միաբանության հետ միասին գեղեցիկ ու հրաշալի ընտանիք է կազմվում ու սերունդը շարունակում է ապրել։ Այնպես որ սիրելի քույրեր, սիրելի մայրեր, սիրելի կանայք, Աստված օրհնի ձեզ, ես շատ փառք եմ տալիս Աստծուն, որ դուք կաք, ամեն մեկը ձեր տեղում, ձեր ընտանիքում, ձեր ամուսինների կողքին, ձեր երեխաների կողքին, Տերը օրհնի ձեզ։ Մի հետաքրքիր բան երեկ եկավ ու գրեցի, ուզում եմ կարդամ ձեզ, լավ։ Դուք իրար ձեռք չեք բերել, որ հետո էլ հոգնեք իրարից և ուրիշներին հետո ձեռք բերեք։ Մենք ձեռք բերովի չենք, սիրելիս։ Գիտեք, սատանան սխալ մտքեր է բերում ընդհանրապես կյանքում, ու այս կյանքը ուրիշ դիրք ու դրվածք ունի, եկեղեցուց դուրս, աշխարհում։ Ուրիշ դիրք ու դրվածք սա, դե հիմա այս մեկը դուրս գալիս է, բայց հետո ոնց որ թե արդեն էլ դուրս չի գալիս։ Դե ձեռք եմ բերել, հիմա կարամ հրաժարվեմ, հետո մեկ ուրիշի ձեռք կբերեմ։ Գիտես, դա աշխարհի սուտն է։ Դա սատանայի սուտն է, որպեսզի գողանա քեզանից Տիրոջ օրհնություններն ու խաղաղությունը։ Տիրոջ ներկայությունը գողանա քեզանից։ Իրականում դուք իրար ձեռք չեք բերել, սիրելիներս, որ հետո էլ հոգնեք իրարից և ուրիշներին ձեռք բերեք։ Դուք միմյանց համար եք ստեղծված։ Երկուսիդ միաբանությունն է ձեզ դարձնում մեկ ամբողջական։ Երբ որ դու քթել ես քո կեսին, ամուր բռնիր այդ միաբանությունը, որովհետև դա Աստծուց է, սիրելիս։ Դա Աստծուց է, որովհետև Տերը քեզ ստեղծել է հենց այն քո կեսի համար։ Ու երբ որ դու գտել ես, դուք միասին միաբանվելով դառնում եք մի մեծ զորություն, որ սատանան սարսափում է այդ միաբանությունից։ Իրականում Աստված միաբանել է ձեզ, որ մեկըդ մյուսի երջանկացնեք, ոչ թե սղոցեք։ Այդ սղոցները եկեք գցենք մի կողմ։ Այն լեզուն, որ միմյանց դեմ սրում ենք ու վարժեցնում, եկեք դնենք մի կողմ։ Կլինի։ Թույլ մի տվեք սատանան ձեզ օգտագործի միմյանց դեմ որպես չար գործիք։ Սիրելի տղամարդիկ, սիրելի կանայք, ինչի համար եմ այսօր խոսում այս թեմայի շուրջ, որովհետև սա հիմքն է, Աստծո կողմից դրված մի հատ հիմք է, որ հասկանանք, ոչ թե մենք ստեղծվել ենք, որ միմյանց ատենք ու միմյանցից հիասթափվենք,
այլ Աստված ստեղծել է, որ գիտակցենք ու հասկանանք ու ամուր բռնենք միմյանց։ Ավելի ամրացնենք Տիրոջ զորությունը մեր միաբանությունով։ Մենք ստեղծվել ենք, որ միմյանց դարձնենք երջանիկ։ Մենք միակողմանի չպետք է փնտրենք դիմացինից, որ ինքը մեզ պիտի երջանկացնի։ Եթե միակողմանի փնտրենք երջանկություն, այդ երջանկությունը կլինի կաղ եւ անդամալույց եւ շուտով կհոգնի ու կկոտրվի։ Բայց երբ որ ամեն մեկը գիտակցում եք, որ դու ծնվել ես, որ երջանկացնես քո կեսին, այդ ձեր միաբանությունը, ձեր միմյանց նկատմամբ հոգատարությունը, սերը դառնում է կատարյալ երջանկություն։ Ամեն, հալելույա։ Երբ որ դուք միասին գործի եք դնում երջանկության բանաձևը, որը Տիրոջ խոսքի համաձայն է, եկեք երջանկություն ուրիշ տեղ չփնտրենք։ Աշխարհում չկա մի նենց հաճույք, որը քեզ կերջանկացնի։ Ուրիշ միտեղ չկա նենց հաճույք, որը քեզ կերջանկացնի։ Երջանկության հիմքը Աստծո խոսքն է։ Երջանկության հիմքը հենց Աստվածաշնչի մեջ է։ Երբ որ դու քեզ պահում ես Աստծո խոսքի համաձայն, դու դառնում ես երջանկության աղբյուր։ Այսինքն, երբ որ քո կեսն էլ է հիմնվելով Աստծո խոսքի վրա սկսում զորանալ, ինքն էլ է դառնում երջանկության աղբյուր։ Ու այդտեղ քո աղբյուրները, որ միաբանվում են, դառնում է Տիրոջ զորությունով լցված հրաշալի զորավոր գետ, որից հետո էլ առուներ, ծովեր եւ օվկիանոսներ են առաջանում։ Այ դու դրանցից մեկն ես։ Ամեն։ Ամուսնությունը սուրբ է Աստծո համար։ Եթե ամուսնական կյանքում կան անհավատության ինչ որ դրսևորումներ, ապա եկեք Աստծուց օրհնություն չսպասենք։ Ամուսնությունը սրբություն է։ Աստված է ստեղծել։ Երկու անարատ գեղեցկություն բերել ու միաբանել է իրար։ Եթե այս ամուսնության մեջ կա անհավատության ինչ որ դրսևորումներ, սիրելիս, հասկանանք, որ դա խնդիր է բերում մեր կյանքում։ Կտրում է մեզ օրհնություններից, Աստծո բարեհաճությունից։ Մաղաքիայի 2-րդ գլխում մի հետաքրքիր բան է գրված 14-ից 16 խոսքերում։ Այստեղ ժողովուրդը բողոքում է Աստծո դեմ ու ասում է Տեր իմ Աստված, բան չի, էսել ենք անում, էնել ենք անում ու քեզանից օրհնություն չկա, քո բարեհաճությունն է չկա։ Եվ Աստված պատասխանում է, բայց դուք ասում եք, ինչու համար, նրա համար, որ Տերը վկա է քո եւ քո երիտասարդության կնոջ մեջտեղը, որի դեմ դու անհավատարիմ ես եղել։ Սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերի համար եւ երիտասարդության կնոջդ հետ անհավատարիմ մի եղիր։ Երբ որ այստեղը կարդացի, այնքան բաներ է բացվում։ Ասում եմ, կյանքում մարդիկ անհաջողությունների են հանդիպում, խնդիրների լուրջ, որտեղից է այդ խնդիրների բուն արմատը, հիմքը։ Մեծ մասամբ սկսում են միմյանց մեղադրել, հա, կինը տղամարդուն է մեղադրում, տղամարդը կնոջն է մեղադրում, փորձում են միմյանց մեջ գտնեն այդ խնդիրների արմատը ու միմյանցից վրդովում են, վիրավորվում են, նեղանում են, բաժանվում են, բայց մի հետաքրքիր բան, Աստված այնքան ուշադիր է, ու Աստծո աչքից ոչ մի բան չի վրիպում։ Ասում է, դու միշտ բողոքում ես, դու միշտ փնտրում ես, ուզում ես օրհնություն, ուզում ես փոփոխություն, բայց չկա, ինձանից ես նեղանում։ Բայց ես քեզ ասեմ, գաղտնիքը ասում է, անհավատություն կա քո երիտասարդության կնոջ միջև, որի դեմ անհավատարիմ ես եղել։ Նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։ Ինչ ընկեր եւ ինչ ուխտի կին, չէ՞ որ Աստված, երբ որ Եդեմի պարտեզում Ադամը մենակ էր, Աստված ում ստեղծեց եւ ինչի համար ստեղծեց, որպես օգնական, որպես ընկեր, որպես մեկ ամբողջություն, երբ որ կմիաբանվեն, կդառնան մեկ ամբողջություն։ Ու Տիրոջ օրհնությունները կսկսեն գործել։ Սիրելիներս, ես միշտ հարց եմ տվել ու ասել եմ, Տեր իմ Աստված,
Դեռ այն ժամանակ Աստծո մեջ չէի, հավատքի մեջ չէի, բայց մի բան էի հասկանում։ Աստծուց կարծես թե դրված մի sense հայտնություն կար, ասում էի Տեր իմ Աստված, ինչպես որ դու վարվես, այտենց էլ քեզ հետ կվարվեն։ Ինչ որ դու անում ես, այն էլ քո հետ կարա կատարվի։ Ու միշտ իմ առջև դրել եմ այս չափանիշ ու ասել Տեր իմ Աստված, ընտանիքը սրբություն է, եւ այդ սրբությունը պիտի սուրբ պահենք։ Եվ երբեք մենք չպետք է գործենք ինչ որ բաներ, որ հետո դրա հետևանքները դառնան մեզ համար պատիժ։ Այնքան կարևոր է, որ մենք գիտակցենք ու հասկանանք, ում ձեռագիրն է, երբ որ բերում է բաժանություններ։ Սատանայի։ Ինքը չի ուզում քո ուրախությունը, ինքը չի ուզում քո երջանկությունը։ Դա ատելություն է բերում նաև Աստծո առաջ։ Սատանան իրականում չի կարա մեզ բաժանի, մեր մեջ թշնամություն գցի, բայց կարա գայթակղություններ բերի, եւ այդ գայթակղությունները դառնան հակառակությունների, կռիվների ու բաժանությունների առիթ։ Իսկ երբ որ սկսում ես ճանաչել Աստծո խոսքը ու քեզ պահել Տիրոջ խոսքին համապատասխան, Սատանան ինչքան էլ ուզում է բերի այդ գայթակղություններն ու հակառակությունները, Հիսուս Քրիստոսի պես դու կանգնում ես ու ասում, հետից գնա Սատանա։ Դա իմ կյանքում չի կարա գործի, որովհետև ես լավ գիտակցում եմ, թե ով է Աստված իմ կյանքում, ով է իմ կողքին, ով է իմ հրաշալի կեսը, այն մեկը, որի համար Ադամը տխրում էր, այսօր մենք ունենք։ Այդ իզյումեն կան, այդ գեղեցկությունը, այդ հրաշքը, որ առանց նրա կյանքը համ ու հոտ չունի, որ առանց կնոջ, առանց այդ իզյումենկայի կյանքը կորցնում է իր գեղեցկությունը, ոնց կարելի է չգնահատել։ Սիրելի քույրեր, սիրելի մայրեր, սիրելի կանայք, փառք Աստծուն, որ դուք կաք, ու դուք գեղեցկացնում եք մեր կյանքը։ Առակաց 31-րդ գլխում 3-րդ խոսքում ասում է, քո զորությունը եւ քո ճանապարհները մի տուր այն կանանց, որ փչացնում են թագավորներին։ Սա վերաբերում է տղամարդկանց։ Քո զորությունը եւ քո ճանապարհները մի տուր են կանանց, որ փչացնում են թագավորներին։ Օրինակ բերեմ, Սամսոնին հիշում եք, Սամսոնի պատմությունը, շատերդ գիտեք, կարդացել եք, Սամսոնը մեկն էր, որը ընտրված էր Աստծուց, բայց ապրում էր ոչ ճիշտ կյանքով։ Աստված տվել էր Սամսոնին ուժ, կարողություն, զորություն եւ նաեւ նպատակ ու ծրագիր, որ Աստծո ծրագրերը իրականացնի, բայց Սամսոնը մի թերություն ուներ։ Նա հաճախակի սիրահարվում էր տարբեր կանանց։ Ու երբ որ նա սիրահարվեց Դալիլային, այստեղ գրված ասում է, քո զորությունն ու ճանապարհները մի տուր են կանանց, որոնք փչացնում են թագավորներին։ Ու նա երբ որ տվեց իր կյանքը Դալիլային ու իր գաղտնիքներն էլ հայտնեց, մենք տեսնում ենք Սամսոնին, որը կորցրեց իր զորությունը, իր իշխանությունը, Աստծո փառքը եւ իր կյանքը կորցրեց։ Առակաց 11:26-29-ում գրված է այսպես, ասում է, իր տունը տանջողը քամի կժառանգի եւ հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։ Այս իմաստուն սիրտ ունեցողը մենք լինենք։ Մենք լինենք, որ իմաստությամբ կառուցենք մեր տունը։ Կինը իրականում Աստծո ստեղծագործության գլուխգործոցն է։ Առակաց 19:14-ում ասում է, ստացվածքը ժառանգություն է հայրերից, բայց իմաստուն կինը Տերիցն է։ Մեքենա, տուն, տեղ, հարստություն, միգուցե քեզ ժառանգություն կթողեն, բայց իմաստուն կինը Տիրոջից է տրվում, սիրելիս։ Երբ որ իմաստուն կին ունես քո կողքին, նշանակում է դու երջանիկ մարդ ես։ Բայց ասեմ մի բան, մեզանից էլ է կախված այդ կնոջ իմաստությունը ու կնոջ ուրախությունը ու կնոջ երջանկության այդ զորությունը կգործի թե չէ։ Մենք տղամարդիկ նույնպես մեզանից կախված է, թե մենք ինչ պայմաններ կստեղծենք, որ այդ կինը ծաղկի, այդ կինը լինի երջանիկ ու իր երջանկությամբ լցնի մեր կյանքը, թե կինը կորցնի իր հմայքը։ Կինը ծաղկի պես է, ծաղիկի պես։ Վատ եղանակի ու վատ պայմանների մեջ այդ ծաղիկը չի բացվում։ Այդ ծաղիկը փակվում է ու հլը մի բաներ կարա թողոմի։
Ասում եմ, ինչ հետաքրքիր է, Աստված տղամարդ ու կին է ստեղծել, բայց տղամարդը իր տեղն ունի, կինը իր տեղն ունի։ Չես կարող համեմատես, ասես, գիտես, Աստված մեզ ավելի լավն է ստեղծել, քան կնոջը։ Մենք ուժեղ ենք, զորավոր ենք, կինը տկար։ Առանց կնոջ քո զորությունը ոչ մեկի պետք չի։ Կինն է գեղեցկացնում ու զորությունդ ավելացնում։ Ու գիտես, կինը իրականում ծաղկի պես է, որ ինչ պայմաններ կստեղծես, այդ այնց էլ կինը կսկսի բուրել, ծաղկել, բացվել։ Եկեք մենք պայմաններ ստեղծենք մեր սիրելի կանանց համար, մեր սիրելի մայրերի համար, մեր քույրերի համար, որ նրանք ծաղկեն, երջանիկ լինեն, բուրեն, գեղեցկությամբ լցնեն։ Այս տեղը վերաբերվում է տղամարդկանց, սիրում եք, որ կանայք հնազանդ են լինում։ Լավ է, որ քո կողքին հնազանդ կին ունես։ Ոնց ես հնազանդեցնում։ Հայավարի ձեռդ սեղանին խփելով։ Այս տունն իմն է, այս տեղն իմն է, հա, հələ մի հատ փորձի։ Գիտեք, իրականում ուժով ու սենց վախով չի կարելի հնազանդեցնել ու սեր պահանջել։ Եկեք հասկանանք մի բան, դու ձեռք չես բերել։ Դա Աստծուց տրված պարգև է։ Կինը Աստծուց տրված հրաշք է, իզյումինկա է, գեղեցկություն է, որ Աստված վստահել է քեզ։ Համաձայն ես, սիրելի եղբայր, որ Աստված քեզ վստահել է։ Գիտես ինչ կա, ոնց որ մի հատ լավ մեքենա տան քեզ ու տանես, ջարդես, փշրես, հետո էլ մուննատ գաս թեխի են այտենց մեքենա նվիրել քեզ։ Հիմա Աստծուց մեքենա չեն նվիրել, Աստծուց քո կենթանի կեսին են նվիրել, հրաշք են նվիրել, գեղեցկություն են նվիրել, որ դու այդ գեղեցկությունը ավելի գեղեցկացնես։ Այնքան դուրս գալիս է Ծննդոց գրքում, երբ որ Աստված Ադամին ստեղծեց, Եվային էլ հետ ստեղծեց, բայց Ադամին ինչ ասեց։ Ադամին մի պայման դրեց, ասեց, այս ամեն ինչը մշակի, պահի, պահպանի ու գեղեցկացրու։ Թող ծաղկի ու աճի, հա։ Հիմա մեր կանայք, մեր աղջիկները, մեր ծնողները, մայրերը մեզ համար այդ այգին են, որ Աստված տվել է մեզ, որպեսզի մենք խնամք տանենք, պահենք, պահպանենք ու մշակենք։ Առաջի Պետրոս 3-րդ գլխում գրված է այսպես, առաջինից 5-րդ խոսքը։ Սիրելի քույրեր, ձեզ ա վերաբերվում, լավ, բայց սրանից հետո Աստված բալանսի ա բերում։ Սա կանանց բաժինն է։ Ասում է կանայք, հնազանդ եղեք ձեր մարդկանց, ձեր ամուսիններին, որ եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքով առանց խոսքի կշահվեն, եթե տեսնեն ձեր աստվածավայել պարկեշտ վարքը։ Հետաքրքիր է, տղամարդը միշտ ասում է, մենք ուժեղ սեռի ներկայացուցիչ ենք, բայց այս խոսքը, որ կարդում ես, հասկանում ես, որ կինը չլներ, այդ տղամարդը կորած է։ Այսինքն, լավ չի, որ տղամարդիկ Աստծո խոսքին անհնազանդ լինեն, սիրելիներս։ Սա մեզ չի վերաբերվում։ Սա վերաբերվում է այն աշխարհիկ տղամարդկանց, ովքեր որ բախտի բերմամբ հավատացյալ կին են ունենում, հա, իրանց է վերաբերվում, բայց մեզ, որպես Աստծո տղամարդիկ այնքան կարևոր է, որ մենք ինքներս հնազանդ լինենք Աստծո խոսքին, մեր կանանց հաշվին երկինք չգնանք, բայց այնքան գեղեցիկ է գրած, որ կնոջ հնազանդությունը աստվածավայել պարկեշտ վարքն է, որը տեսնելով տղամարդը ուզի թե չուզի հալվում է։ Եվ շարունակությունը ինչ ասում։ Երրորդը, ձեր զարդարանքը չլինի միայն դրսևանց մազերի հյուսվելը եւ ոսկեղենների շարելը կամ շքեղ հանդերձները հագնելը։ Ասում է ոչ միայն ստեղ մեր սիրելի առաքյալը Պետրոսը փորձում է բալանսի բերի, որովհետև շատ կանայք այսօր թողած Աստծո պարկեշտությունն ու աստվածավայել վարքը, գիտեք ինչով են զբաղվում։ Չէ, լավ։ Դու ինչ ասես լսնում են։ Ոնց ասես ձև են տալի իրանց։ Դրսևանց, բայց ներսևանց չկա աստվածավայել պարկեշտ վարքը։ Աստված ասում է դրսևանց բաները պիտի լինի չափի մեջ, գեղեցիկ, համով, հոտով, գեղեցիկ։
Գեղեցիկը գիտեք որն է։ Օրինակ փողոցով գնալուց տեսել ես գեղեցիկ կին, որ իրոք գեղեցիկ է։ Թե իր կսվածքը, թե իր հագնվածքը, թե իր մազերի ձևը շատ պարկեշտ, համեստ։ Բայց մեկ անկախ քյուզից գլուխդ ֆռում է, մեկ էլ տենում ես ընդ չգիտեմ տարբեր գույների, երանգների մազերով, ինչ շորերով, բանով, ու հասկանում ես, որ դա գեղեցկություն չի, դա պրոստը Տերը միանգամից ցույց է տալի, որ զգուշանաս ու փախնես։ Դրա համար Աստված այս խոսքի մեջ փորձում է բերի հավասարակշռություն, հա? Ասում է ձեր զարդարանքը չլինի միայն դրսևանց մազերի հյուսելը եւ ոսկեղենների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը, այլ նաեւ ես ավելացնեմ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ, որ դա Աստծո առաջին շատ թանկագին զարդ է, որովհետեւ այսպես էլ մի ժամանակ այն սուրբ կանայք, որ իրենց հույսը Աստծո վրա էին դրել, զարդարում էին իրենց անձերը իրենց մարդկանց հնազանդվելով։ Մեր սիրելի Պետրոսը առաքյալը այստեղ խոսած կնոջ բաժնի մասին։ Ու մենք վերցնում ենք այստեղը մնացածը դնում մի կողմ, ասում ինչ լավ է, կինը պիտի հնազանդ լինի, ու այստեղով սկսում ենք մեր կանանց հնազանդեցնել, տես ինչ է գրված։ Բայց սիրելիս, շարունակում է մեր սիրելի Պետրոսը եւ տղամարդկանց էլ հորդորում է, որպեսզի մենք լինենք այն այգեպանները, որ այդ կանայք, որ տնկված են մեր այգում, մեր պատասխանատվության տակ, միշտ խնամք տանենք, որ իրանց բույրը, համը, հոտը, գեղեցկությունը չկորցնեն։ Թե չէ նայում ես սիրուն աղջիկ էր այ մարդ, բոյով, բուսաթով, նորմալ, ուրախ, զվարթ, ամուսնացավ գնաց, համն ու հոտը կորցրեց։ Մի հատ չգիտեմ ում ձեռն անգել այդ խեղճ աղջիկը կորցրել է կյանքի համն ու հոտը։ Ինչի՞։ Աստված մեզանից պահանջելու է այս գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, որ իրանք միշտ երջանիկ լինեն, ուրախ լինեն։ Երբ որ կանգնենք Աստծո առաջ, հարցնելու են, բա ինչի էր տխուր։ Բա ինչի համ ու հոտը չէր գալի։ Բա ինչի երջանիկ չէր։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Ասում է նմանապես մարդիկ իմաստությունով բնակվեցեք նրանց հետ, ինչպես տկար անոթի, կանանց պատիվ տալով իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, որ ձեր աղոթքը չխափանվի։ Չգիտեմ քո դուրը եկավ թե չէ, բայց իմ դուրը շատ է գալի։ Ասում է նմանապես տղամարդիկ, ասում է իմաստությամբ բնակվեցեք նրանց հետ, ձեր կին արմատների հետ, կանանց հետ, ձեր կեսերի հետ, հա, իմաստությամբ բնակվեցեք նրանց հետ, ինչպես տկար անոթների, կանանց պատիվ տալով, կանանց միշտ պատիվ տանք, բարձրացնենք, հրաշքս, գանձս, գեղեցկուհիս, ինչ լավ է այսօր դու սուրճ չտվեցիր ինձ, օրինակ եմ ասում, հա, ոչ թե աղջիկի կոֆեջը դրեցիր խմենք միա, հասկանում եք, կամ ինչ որ մի բան եկել ես տեսնում ես տան անես չի, այ մարդ օրինակ ծառայ, բայց անես չլնի են հումորի պես ասում, հա, լվացքի մեքենան առա, աման լվալու մեքենան առա, եսա մի հատ էլ կոֆե դնող մեքենա բերեմ ու էլ ինչ եմ անում կինը, չէ, իրոք եկեք պատիվ տանք, որովհետև դրա մեջ մեծ զորություն կա, սիրելիներս, պատիվ տալով իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, որ ձեր աղոթքը չխափանվի։ Փառք ես Տեր իմ Աստված։ Աստված քո աղոթքի պատասխանը ստանալու լավ ճանապարհ է ասում։ Առաջի պայմանը սա է։ Քո ընտանիքում պատիվ տաս ու խնամք տանես քո հրաշալի ու գեղեցիկ կնոջ համար։ Կլինի։ Տերը օրհնի շատ։ Տերը օրհնի։ Եփեսացիս 5-րդ գլուխ 21-ից 28 խոսքերում ասում է, եթե ընդեաս մեր կինը հնազանդ լինի, ընդեղ էլ տղամարդը պատիվ տա, ստեղ էլ
հետաքրքիր ձևով վերաբերվում է երկու կողմերին։ Եփեսացիս 5-րդ գլուխ 21-ից 28 խոսքերում ասում է իրար հնազանդ եղեք։ Իրար հնազանդ եղեք։ Չեմ տեսել օրինակ լաչարությամբ իրար հնազանդվել։ Ընդհակառակը լեզվակռիվը բերում է մեծ բորբոքման ու կրակա գցում ու հետո խնդիրներ առաջանում։ Համաձայն եք։ Ում տունն է լեզվակռվով համարյաշխություն եկել։ Եկել է տենց։ Ասում է գնացի տուն տեսա սա խառն, սկսինք լեզվակռիվ տալան, հենց ամեն ինչ դզվեց։ Ես դες բան չեմ տեսել, ժողովուրդ։ Ընդհակառակը դրանից հետո ոնց որ երկրաշարժ։ Ասում է իրար հնազանդ եղեք Աստծո վախով։ Դուրս շատ է գալի Աստծո վախով։ Աստծո երկյուղը երբ որ մենք կորցնում ենք, էլ ոնց կարանք իրար հնազանդ լինենք։ Աստծո երկյուղն է մեզ պահում հնազանդության մեջ։ Աստծո երկյուղը ասում է, լսի, օրհնի, աղոթի, խաղաղություն բեր։ Ինչ իրավիճակ է լինի, աշխատի լինես խաղաղության որդի։ Կարաս խաղաղություն բերես։ Այդ ինչի դրսում մենք ամեն ինչ կանենք, որ խաղաղություն ունի, ծեծ չուտենք։ Տունը չենք կարում խաղաղություն բերենք մեր կանանց ու ամուսինների մեջ։ Ասում է կանայք հնազանդվեցեք ձեր ամուսիններին ինչպես Տիրոջը։ Կանանց բերում է աստվածային հիմքերի վրա դնում, որ մենք ինչ անենք։ Կանայք, սիրելի կանայք, ձեր ամուսիններին ընդունեք որպես Աստծո ուցյալներ։ Աստծո կողմից դրված գլուխներ ընտանիքում։ Բայց տղամարդը պիտի լինի այդ կոչման մեջ։ Տղամարդը պիտի լինի այդ կոչման մեջ, որ իր վրայից Աստծո ոցյալի հոտ գա։ Զորով չես կարա անենց անես, որ քեզ հարգեն ու պատվեն ու սիրեն։ Մենք պիտի համապատասխանենք դրան, սիրելի եղբայրներ, որ մեր կանայք էլ մեզ որպես Աստծո ոցյալներ պատվեն ու հարգեն։ Մարդը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի փրկիչը։ Սա էլ է շատ սթափեցնում մեզ, սիրելի եղբայրներ, որ հասկանանք, որ մենք մեր ընտանիքի գլուխն ենք, սենց լավ խոսք ասма ձուկը գլխից է հոտում։ Եթե գլուխը տեղում չի, այդ ընտանիքում ամեն քաոս է։ Բայց քանի որ մենք գլուխն ենք մեր ընտանիքի, գրված է, որ Քրիստոսն էլ մեր գլուխն է, սիրելիներս։ Այսինքն մենք պիտի լինենք Քրիստոսի Տիրոջ խոսքի ներքո, դրանով առաջնորդվենք ու առաջնորդենք մեր ընտանիքը։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ Քրիստոսը դառնա մեր գլուխը ու Աստծո խոսքը մեր կյանքի հիմքը, հավատա, որ այդ ժամանակ քո միջոցով այդ օծությունն ու օրհնությունը փոխանցվելու է քո ընտանիքի մեջ, քո սերունդի, քո ժառանգների մեջ։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց մարդկանցը ամեն բանի մեջ։ Մարդիկ, սիրեցեք ձեր կանանցը, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնի, մաքրելով ջրի ավազանովը խոսքով, որ իր առաջ փառավոր կանգնեցնե եկեղեցին, որ չունենա մի առատ կամ մի խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ և անարատ լինի։ Այնպես պետք է մարդիկ սիրեն իրենց կանանցը, ինչպես իրենց մարմինը, ով իր կնոջը սիրում է, իրեն է սիրում։ Ստեղ էլ կրկին անգամ Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ մենք մեկ ամբողջական ենք, սիրելիներս, և առանց այս հրաշք գեղեցկության, առանց այս իզյումենկայի մեր կյանքը ոչինչ է։ Այս երկոցը շատ հետաքրքիր տեղ է, որտեղ ցույց է տալի սիրո արտացոլանքը, սիրո վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Երկոց 2-րդ գլուխ 2-ից 3 խոսքերում ասում է, ինչպես Շուշանն է փուշերի մեջ, նույնպես էլ իմ ընկերուհին աղջիկների մեջ։ Բոլորի մեջ մենակ ցույց է տալիս մեկին, ասում է բոլորներ լավն են, բայց իմ
ընկերուհին, ում սիրում եմ իմ կինը, այն ամենաանուշ Շուշանն է, բոլորի մեջ։ Այնքան լավ է, որ մենք այտենց վերաբերմունք ունենանք միմյանց նկատմամբ, հասկանանք, որ շատ ծաղիկներ կարան լինեն, բայց մեզ վստահված ծաղիկը ամենալավն է մեզ համար։ Եվ շարունակում ու ասում է, ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանը տղաների մեջ։ Նրա հովանին հավանեցի եւ նստեցի, նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։ Միտեղ էլ ասում է, որ իմաստուն կինը շինում է տունը։ Չի ասում իմաստուն տղամարդն է շինում տունը, այլ իմաստուն կինն է շինում տունը։ Սիրելի քույրեր, սիրելի հրաշքներ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, թող Աստծո իմաստությունը ու Աստծո ներկայությունը ու խոսքը դառնա ձեզ համար մի կարևորագույն հիմք, որ դուք վերցնեք դա ու գիտակցեք, որ Աստված ստեղծեց տղամարդուն, բայց ձեզ տվեց իշխանություն նաև, իմաստությամբ կառուցեք կյանքը, իմաստությամբ կառուցեք ձեր ընտանիքները, ձեր իմաստությամբ ու ձեր հմայքով, ձեր գեղեցկությունով ու ձեր բույրով ու համ ու հոտով լցնեք կյանքը։ Սիրելի եղբայրներ, այնքան կարևոր է, որ մենք գիտակցենք ու հասկանանք, Աստված մեզ ստեղծեց, որպեսզի խնամք տանենք, որպեսզի պահենք, պահպանենք եւ աճեցնենք ու ծաղկեցնենք մեր կողքին դրված մեր հրաշք կեսերին, կյանքը երջանկացնենք ու միմյանց միաբանությունով Տիրոջ զորությունը թող ամեն մեկի ընտանիքներում ավելի ու ավելի գործի ու պտուղ բերի։ Տերը թողորտի ձեզ, սիրելի քույրեր,